Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Շոումեն և պրոդյուսեր Արամ Մելիքյանը մարդասիրական կարևոր քայլ է կատարել աջակցելով առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային։ Նորայրը բնակվում է Արագած գյուղում հայրիկի և տատիկի հետ։ Նրա խնամքը հիմնականում իրականացնում է հայրը, քանի որ տատիկը նույնպես ունի առողջական խնդիրներ։ Տղայի առողջական վիճակը բավականին ծանր է։ Նրա ձախ աչքը չի տեսնում, իսկ աջ աչքը տեսնում է շատ թույլ։ Բժիշկների գնահատմամբ անհրաժեշտ է շտապ բուժում, որի արժեքը գերազանցում է 4 միլիոն դրամը։ Այս դժվարին իրավիճակում ընտանիքին օգնության ձեռք է մեկնել Արամ Մելիքյանը, տրամադրելով անհրաժեշտ գումարի մի մասը։ Նա նաև դիմել է հանրությանը, կոչ անելով միանալ ու աջակցել տղայի բուժման համար։ Յուրաքանչյուր ձեր ներդրում լինելու է ուղիղ ընտանիքին, նշել է Արամը։ Հայտնի է, որ Նորայրը պետք է տեղափոխվի Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ վիրահատությունը։ Այս պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան կարևոր է համախմբվածությունն ու աջակցությունը, երբ խոսքը գնում է երեխայի առողջության մասին։ Իսկ Արամ Մելիքյանը հոլովակի ընթացքում նույնիսկ հասցրեց հուզվել տատիկին լսելիս։ Նա իր աջակցությունը փոխանցեց ընտանիքին, ինչպես նաև նրանց հետ մի քանի ժամ անցկացրեց։ Իսկ մեզ մնում է հավելել, որ Ստելլային և Էլիզային որդեգրելու մասին լուրերը հաստատվեցին դեռ 2023 թվականին։ Հաղորդավար և պրոդյուսեր Արամ Մելիքյանն ու նրա կինը Լիլիթը որդեգրեցին 17-ամյա Էլիզային ու 14-ամյա Ստելլային։ Այդ ամենից հետո նրանք հարցազրույցի էին մասնակցել, պատմելով իրենց տան առօրյայի, հույզերի ու ապրումների մասին։ Մենք առաջարկում ենք հետ գնալ ու վերհիշել անցյալը։ Լրագրողի հարցը հետևյալն էր. ինչպես են սովորաբար սկսվում ձեր առավոտները։ Արամը հետևյալ կերպ էր պատասխանել. Զարթուցիչների նվագախմբով, 3-ինն էլ հերթով զնգում է, մոտ 25 անգամ Ստելիկինն է հնչում։ Լիլիթը հավելել էր. ժամը 6:50-ից դնում է, որ ժամը 7:30-ին արթնանա։ Լիլոյի հետ առավոտյան շուտ արթնանում ենք, միասին սրճում և զրուցում, մինչև բոլորը պատրաստվում են և գնում, նշել էր Արամը։ Զույգի որդին խոսելով իր մասին նշել էր, որ խաղում է Ուրարտու ֆուտբոլային ակումբում։ Այս ամիս նշվում էր ընտանիքի միջազգային օրը։ Ինչ է այն առաջին հերթին նշանակում ձեզ համար։ Լրագրողը այսպիսի հարց էր տվել. Եկեղեցում ասել եմ Տերը և լուրջ եմ վերաբերվում խոսքիս։ Ընտանիքում ամենակարևորը պատասխանատվությունն ու հոգատարությունն են միմյանց նկատմամբ։ Ինչն էլ իմ հերթին անում եմ։ Լինում են դեպքեր, երբ Լիլոն է տեր, իսկ ես հնազանդ եմ դառնում։ Դերերը երբեմն փոխվում են։ Լիլիթը կատակեց. այդ երբ է լինում։ Մեկ-մեկ պատասխանեց Արամը։ Լիլիթը շարունակեց. ինձ համար էլ ընտանիքը ջերմ տեղ է, ուր ուզում ես միշտ վերադառնալ։ Ընտանիքում կարևոր են մթնոլորտը, հոգատարությունը, վստահությունը և սերը։ Վերջերս տարեդարձս էր, ու միասին գնացել էինք Դիլիջանում նշելու։ Բոլորով ինձ նվեր էին արել։ Այդ ընթացքում վայելել ենք Անրիի անսպառ էներգիան։ Մեզ լիովին քամել է։ Իրականում ամեն ինչ շատ լավ է անցել։ Լրագրողը հաջորդ հարցը տվեց. ձեր ընտանիքում վերջերս համալրում է եղել։ Աղջիկներ եք որդեգրել։ Ինչ զգացողություն է, երբ ընտանիքը ավելի մեծ է դառնում։ Տան մեջ կիսատաբատով էլ չեմ կարողանում քայլել։ Շատ հաճելի է։ Առաջ առանց Անրիի չէինք կարողանում, իսկ աղջիկներն էլ ավելի լեցուն են դարձրել մեր կյանքը։ Երբ Ստելլան ինձ գրկում է, հայրական այլ զգացողություն է։ Արդեն սովորել է, որ առանց ասելու էլ պետք է գրկի ինձ։ Լիլիթը հավելեց. ինձ էլ է դուր գալիս, որ երեկոյան հավաքվելիս կամ հաց ուտելիս շատ ենք լինում։ Աղբն է շատացել, միայն դա սրտովս չէ, հումորով նշեց Արամը։ Պատասխանատվությունն է շատացել։ Հիմա Անրիից բացի մտածում եմ նաև Ստելլայի և Էլիզայի մասին, բայց դա էլ է լավ կողմ, նշել էր Լիլիթը։ Իսկ աղջիկները ի՞նչ են իրենց հետ բերել ձեր տուն, որ մինչև այդ չկար ու կարիքն ունեիք։ Աղջիկ չունեինք։ Նրանց շնորհիվ ուրիշ ձև եմ սկսել սիրել, անչափ նրբանկատ եմ դարձել։ Գործողություններիս մեջ զսպվածություն է եկել, թեև պոռթկումներ էլի լինում են, բայց սիրելու նոր մակարդակին նրանց շնորհիվ եմ հասել։ Անրին ևս նշեց իր միտքը։
4 տարի երազել եմ, որ քույրիկ կամ ապերիկ ունենամ, աղոթում էի, որ իրականանա։ Ստելան նույնպես մասնակցելով զրույցին նշել էր. սկզբում անսովոր էր, բայց բոլորին միանգամից ու շատ սիրել եմ։ Իսկ ինչպես էիք եկել երեխաներ որդեգրելու որոշմանը։ Այս հարցին պատասխանեց Արամը։ 2011 թվականին Լիլիթն ասաց. միշտ երազել է սեփական երեխաներից բացի ուրիշներին էլ մերը դարձնել։ Այդ միտքն այնքան դուրս եկավ, բայց մնաց արխիվում։ Մինչև տարիներ անց իրականացրեցինք։ 2016 թվականին մեր ընտանիքում բավական դժվար փուլ եղավ։ Լիլոն 5 ամսական հղի էր, բայց կորցրինք փոքրիկին։ Դրանից հետո նման մի դեպք էլ եղավ ու որդեգրման միտքը նորից ծագեց։ Բայց չէի ցանկանում, որ դա լրացնի այն մյուս բացը։ Սպասեցինք, այդ էջը փակվեց և 2020 թվականին համավարակի օրերին նորը բացեցինք։ Բավական ազատ ժամանակ ունեինք, որ միասին անցկացրեցինք։ Զգացինք, թե որքան լավ բան է ընտանիքը։ Այդ ընթացքում 2 որոշում կայացրինք՝ զարգացման կենտրոն բացել և երեխա որդեգրել։ Լիլիթը հավելեց. մինչև ամուսնանալը երևի ֆիլմերի ազդեցությամբ էր նման միտք առաջացել։ Իսկ հետո ընկերներ ունեինք, որոնց երեխային հաճախ էի պահում։ Զգացի, կարող եմ ուրիշի երեխային սեփականի պես սիրել, դրա համար էլ համոզված էի, որ կկարողանանք։ 2021 թվականին արդեն որոշել էինք թղթերը տալ քաղաքապետարան, բայց մի դեպք եղավ, որը բեկումնային դարձավ ինձ համար, ինչի մասին քիչ հետո կպատմեմ։ Այդ ընթացքում զանգ ստացա մի հիանալի կենտրոնից։ Նագաշյան սոցպատասխանատու Տիկին Գայանեն հրավիրեց իրենց միջոցառման հաղորդավարը լինել։ Երբ իմացա կենտրոնի գործունեության մասին, սիրով համաձայնեցի անվճար վարել։ Այդպես էլ նախատեսել էին, քանի որ գումար չունեին։ Խոստացա հետս երգիչներ էլ տանել։ Կենտրոնում իմացա, որ այնտեղ ծնողներ չունեցող երեխաներ էլ կան։ Հենց Ստելային տեսա, անբացատրելի բան զգացի։ Այդ ժամանակ չգիտեի, որ նա ծնողներ չունի, նշել էր Արամը։ Ինչպես Թարնյուզն արդեն տեղեկացրել է, Breakpoint Go Sport FM փոդքասթի հերթական հյուրը բլոգեր Էլիզա Մելիքյանն է, ով իր կյանքի մասին բացառիկ մանրամասներ է հայտնել։ Նախ Էլիզը պատմեց վերջին մի քանի ամիսների ընթացքում 2 անգամ վթարի ենթարկվելու մասին։ Ցավոք, բայց իրականություն է։ 2 դեպքն էլ եղել է տաքսիի մեջ։ Այսինքն ես բացարձակ կապ չունեի և ընդամենն ուղևոր էի։ Առաջին դեպքում մեղավորն իմ վարորդն էր։ Արագ էր վարում ու չհասցրեց արգելակել։ Իսկ երկրորդ դեպքում չեմ էլ հիշում, թե ցավից, թե վախից, չգիտեմ։ Հետո արդեն արթնացա հիվանդանոցում։ Երկրորդ վթարից հետո միայն վերականգնողական շրջանը երկար տևեց։ Մեջքի հյուսվածքների կոտրվածք ունեի, բայց փառք Աստծո, արդեն լավ եմ, անկեղծացել էր բլոգերը։ Զրույցի ընթացքում բլոգերը խոսեց նաև անձնական կյանքի և բաժանության մասին։ Կարծում եմ, որ ամեն ինչ մարդու համար է, ու պարտադիր չի դու մնաս մի տեղում, որտեղ ամեն բան անհասկանալի է։ Դու իրավունք ունես որոշում կայացնելու և անելու այն, ինչ դու ես ուզում։ Դու կարող ես հանգիստ բաց թողնել ու չմտածել։ Օրինակ, ծնողներս գիտեն կամ իմ դեպքում շատ այլ մարդիկ։ Հանցագործություն չէ ու դու կարող ես հանգիստ հեռանալ, երբ հասկանում ես, որ մարդը քոնը չէ։ Որոշմանս շատ երկար ժամանակ եմ եկել։ Ոչ մեկի հետ չեմ քննարկել, որոշել եմ խոսել ու վերջ։